իրականում ես չեմ հիշում 20-22 տարի այս գործի վրա եմ, չեմ հիշում դեռ, որ այսքան քաղաքական, գաղափարական տարաձայնություններ ունեցող հայկական կուսակցություններ, որոնք Հայաստանի ներսում տարիներ շարունակ իրար հետ դժվար լեզու են գտել, միավորվեն եւ միասին հանդես գան, միացնեն իրենց ձայնը հանուն այն արժեքների, որոնց հավատարիմ են, հանուն մեր քաղաքացիների, որոնց իրավունքները ոտնահարվում են, հանուն մեր հայրենիքի, որ այսօր գեոպոլիտիկ սակարկման առարկա է դարձել։ Մենք բոլորին գրկաբաց պատրաստ ենք ընդունել մեր հայրենիքում, մեր մայրաքաղաքում, բայց գալ կերուխում անել միայն եւ մի հատ տան տերերից չհարցնել ո՞նց եք, դա թույլատրելի չէ։ Իսկ տան տերերը ոչ միայն այս կուսակցություններն են, նաեւ հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցները, որոնք վստահ եմ ես այս օրերին Երևանում լինելու են բազում ակցիաներ։ Ես վստահ եմ, որ անվտանգության շակերտավոր նկատառումներից ելնելով Նիկոլեն փակելու են բոլոր հնարավոր ֆիզիկական մուտքերը եւ մոտեցումները դեպի եվրոպական պատվիրակություններ, որպեսզի խանգարեն, որ հանկարծ Նիկոլի մատուցած այդ վիտրինան, այն ցուցափեղկը, որտեղ իրանք ցույց են տալու իբր այդ է Հայաստանը, չէ, դա Հայաստանի ֆասադն է, իրական Հայաստանը այն մարդիկ են, ովքեր իրենց պայքարի արժեքների համար նստած են, այն մարդիկ են, ովքեր նստած են Բաքվի բանտերում, այն մարդիկ են, որոնք 100,000-ներով փողոցներ էին լցվում եւ պայքարում իրենց ազատության համար։ Հատուկ ուզում եմ շեշտել, այս ակցիան պրո-արժեքային է, պրո-ազատություն, պրո-արդարադատություն, պրո-արդարություն եւ պրո-մարդու իրավունքներ, որևէ մեկի մտքով այդ նիկոլական ուսապարկերի մտքով չանցնի այս նման մեր ակցիաները, մեր դժգոհությունները մատուցել որպես հակաեվրոպական, ոչ, սա է իրական եվրոպական արժեքների համար պայքարը։ Եթե նայեք գալիք գագաթաժողովի խորհրդանիշին կտեսնեք երկու բան է, կլորակ է, իրանք մեզ ոնց որ նվեր արած են, որտեղ Հայաստանում երբ որ երկու կլոր ես տեսնում, ակնհայտ դա կանդալ է։ Հայաստանը կանդալված է, շղթայված է, Հայաստանի ազատության համար պայքարող մարդիկ եւ Արցախի ազատության համար պայքարող մարդիկ շղթայված են, Հայաստանում շղթայված են բոլոր ֆունդամենտալ ազատությունները, խոսքի իրավունքից մինչեւ խղճի ազատություն։ Եվ սա է այսօր միավորում Նիկոլ Փաշինյանին եւ Եվրոպական միության ղեկավարությանը։ Իրանք այս կանդալին իմաստ են եւ մենք կոչ ենք անում վերջ տալ երկդիմիությանը լիցեմեր չլնել, այսպես ասած, երեսպաշտ կնել եւ կանգնել հանուն ժողովրդավարության։